ինչու որոշեցիք միանալ եւ որպես իրավապաշտպանի ձեր գնահատականը ներկայացնել։ Շատ պատահական եմ իմացել նախաձեռնության մասին այսօր առավոտ շուտ ու հասկացա, որ ես ինչպես տասնամյակներ շարունակ եղել եմ այս նույն գրասենյակի դիմաց, տարբեր այլ միջազգային գործընկերների գրասենյակների դիմաց, այնպես էլ այսօր, որովհետև երբ դու քո գործողությունների հիմքում դրված է գաղափարը, նպատակը, սկզբունքը, դու չես կարող տարբերակել, թե ում վերաբերյալ է դա։ Սիրում ես դու այդ մարդկանց, թե չես սիրում, կիսում ես իրանց քաղաքական հայացքներ, թե չես կիսում։ Ես վստահ եմ, որ այստեղ պետք է լինեն շատ ավելի մեծ թվով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ով համարես կապայս սա սկզբունքային հարց է, բայց ինչպես տեսնում եք, ոչ բոլորն են այստեղ։ Հետևական պրոցեսները ինչպես կգնահատեք, նաև նշեմ, որ Գագիկ Ծառուկյանը այդ ընթացքում կալանավորվեց, ընդդիմադիր դաշտը պնդում է, որ սա կապված է ընտրությունների հետ, դուք ինչպես եք գնահատում, նաև որպես եւ իրավապաշտպան եւ ընտրությունների մասնակցած ուժ։ Ավելի քան կանխատեսելի էր, որ լինելու էին գործողություններ, դեռևս 1 տարի, 1.5 տարի ավել առաջ ես ասում եմ, որ եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, նշանակելի է մենք հանդիպելու ենք, բախվելու ենք բացառիկ դիկտատորական այնպիսի գործողություններին, որոնց երբևիցե Հայաստանում չեն բախվել, որովհետև մենք տարբեր ժամանակներում անհամաձայնություն ենք ունեցել իշխանությունների հետ, բայց երբեք մենք չենք բախվել այս աստիճանի ոչ միայն ապօրինությունների, այլ նաև բարոյական նորմերից դուրս գործողությունների, որտեղ այո, կարող են լինել անհամաչափ գործողություններ, կարող են լինել իրավունքի խախտումով գործողություններ, բայց կային որոշակի բարոյական նորմեր, որոնք նախորդ իշխանությունները այդպես էլ չէին սահմանազանցում։ Ես վստահ եմ, որ հենց այսպես է լինելու, որտեղ շատ կարևոր է հասկանալ, օրինակ նույն Գագիկ Ծառուկյանի հետ կար անհրաժեշտություն քրեական գործ հարուցել, մարդուն հրավիրել, որևէ խնդիր չկա, բայց այն ձևը, ինչպես դա դրսևորվեց, գետնին տապալելով մարդուն, անգամ այնպիսի մարդկանց մոտ, ովքեր որ հակադիր տեսակետներ ու հայացքները մշտապես ունեցել Գագիկ Ծառուկյանը, անգամ իրենց մոտ անհանգստություն եւ եվրոպական արժեքներին սա համարժեք է, համահունչ է։ Հայաստանում այլևս եվրոպական արժեքները որևէ կերպ պետականությունների կողմից չեն պաշտպանվում, որևէ կերպ։ Մարդ, որը ասեմ հիմա մարդ, որը երկար տարիներ աշխատել է այդ թվում նաև այս ոլորտում, քաղաքացիական ոլորտում շփումներ ունեցել, այն արժեքները, որոնք իրենք ներմուծել են այստեղ, այդ թվում նաև մեծ գումարներ են ծախսել այստեղ բերելու համար այդ արժեքները, սկսած ժողովրդավարությունից մաթուրանքներից եւ մնացած ամեն ինչով։ Իրենք այսօր ուղղակի չտեսնելու են տալի տապալումը։ Ավելին ասեմ, իրենք իրենց երկրներում է կարծես թե այդքան մեծ ջատագովները չեն եւ եթե ինչ-որ ժամանակ գա, որ որոշեն, որ այնուամենայնիվ այդ արժեքները իրենց համար կարեւոր են, եթե փնտրեն միջավայր, որտեղից կարող են տանել, կարող են գալ այստեղ, մենք իրենց կվերադարձնենք մեր ստացած ժամանակին այդ տեղեկատվությունը, որովհետև մենք ենք փաստորեն պահապանը ոչ միայն ոչ միայն քրիստոնեության բազմաթիվ արժեքների, այլ նաև ժողովրդավարության արժեքների պահապանները պարզես թե հենց բամբոքստությամբ մեզ վրա է դրված եղել, իրենք այստեղ կարող են գալ գտնել, մենք սիրով իրենց հետ կկիսվենք այդ հարցերով, իսկ ինչ որ տեղի ունենում հիմա, դա իհարկե հանցավոր է, այս ռեժիմը այլևս գերազանցել է նախորդ իշխանություններին իր հանցավոր ռեժիմ լինելու բոլոր դրվագներով, նորից, որովհետև եթե նախկինում մենք ունենք իրավունքի օրենքի խախտումներ, մենք հիմա ունենք բարոյական բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի նորմերի սահմանազանցում։ Սա այլևս այլ կերպ գնահատելի չէ, բացի եւ այլ գործողություն, բացի այս իշխանություններին օր առաջացնելու ուղղակի չկա։ Այն պարագային, երբ դուք բարձրաձայնում եք, որ այսօր կանայքեր անգամ քաղաքական հետապնդումների են ենթարկվում, տեսեք, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օրերս կոչ արեց կանանց այլևս բռնությանը չենթարկվել, չլռել բռնության գործադրելու դեպքում, սա ինչի մասին է խոսում, ինչպես է, ինչ որ ենթատեքստերի մեջ պարունակում է, թե ոչ։ Ես անկեղծ ասած Աննա Հակոբյանին առհասարակ չեմ հետևում, որովհետև ինձ համար որևէ էական կերպար չի, ինքը իր անցած ճանապարհով, իր վարքագծով որևէ կերպ ինձ չի հուշում, որ այն արժանավոր մարդն է, որին կարելի է հետևել, այնպես որ ինքը ուղղակի գործիք է, հերթական գործիքներից մեկն է Նիկոլ Փաշինյանի ձեռքում, որը պարբերաբար տենց ոնց են ասում ժողովրդականից խոդի են տարի, երբ որ իրանց պետք է ինչ-որ մի բան խոսալ կանանց անունից,
Ես խորհուրդ կտամ իմիջիալից ասեմ կանանց իրանքներով զբաղվող կազմակերպությունները շատ մեծ աշխատանք են անում, շատ մեծ ծանր աշխատանք են անում։ Ես առիթ ունեցել եմ իրենց հետ այդ բռնության ենթարկված կանանց հետ աշխատելու քաղաքասարակության մասին խոսքը եւ ես պիտի խնդրեմ իրենց թույլ տալ, որ այդ շատ կարեւոր աշխատանքը մանիպուլյացիայի, քաղաքական մանիպուլյացիայի մի հատ փոքր խմբակի, որը բոլոր բարոյական օրենքներից սուրբ մարդիկ են հավաքված։ Բայց ինչ աշխատանք Թույլ չտալ մանիպուլացնել այդ հարցը, այդ խնդիրը կանանց նկատմամբ բռնությունը թույլ տալ, որպեսզի շահարկվեն ինչ-որ խմբակի կողմից։ Սա իսկապես շատ կարեւոր հարց է։